Քաջարանի բժշկական կենտրոնի տնօրենը մեկ առ մեկ ցույց է տալիս այն սարքավորումները, որոնցով համալրվել են 2025-ին համայնքապետարանի իրականացրած առողջապահական ծրագրի շնորհիվ։ Սրտի էլեկտրական ակտիվացման դեֆիբրիլյատորն օրինակ նախատեսված է եւ հիվանդանոցային պայմանների եւ շտապ օգնության ծառայության համար։ Իսկ հա շարժական ռենտգեն ախտորոշիչը կարելի է ասել խիստ անհրաժեշտներից էր։ Վիրահատարանը եւս չի անտեսվել, բազմաֆունկցիոնալ մոնիթորը տեղում է, պատրաստ ծառայելու նպատակին։ Տնօրեն Արմեն Ղարամանյանը համայնքապետարանի հետ այս համագործակցությունը ողջունելի է համարում։ Մեզ առաջարկ եղավ, որ սարքավորումների ցանկ ներկայացնենք, առաջնային անհրաժեշտ ներկայացրել ենք ու հիմա տեսնում ենք, արդեն ստացել ենք, ինչքան գիտեմ, սա շարունակական ծրագիր է լինելու։ Սարքավորումներ կար, որ չունեինք, համալրվեց, սարքավորումներ կան, որ ավելացան։ Բնապահպանական մասհանումը հարկի տեսակ է, որը գոյանում է համայնքի տարածքում գործունեություն իրականացնող ընկերությունների պարտադիր վճարներից։ Հանրապետությունը մետաղական հանքավայրի շահագործող ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերից պետական բյուջեով ամեն տարի մասհանումներ են հատկացվում ազգակիր համայնքներին նպատակային ծրագրեր իրականացնելու համար։ Մեր դեպքում այդպիսի կազմակերպությունը Զանգեզուրի պարանձամոլոդինային կոմբինատը, որի վճարված բնապահպանական հարկերից էլ յուրաքանչյուր տարի մասհանումներ են նախատեսվում համայնքին։ Բնապահպանական մասհանումները նպատակային միջոցներ են եւ ծախսվում են ըստ օրենքի երկու ուղղությամբ, ընդգծում է Գարեգին Գաբրիելյանը։ Այսինքն համայնքը գոյացած գումարով կարող է իրականացնել եւ բնապահպանական եւ առողջապահական ծրագրեր։ Քաջարան համայնքը 2025-ին միաժամանակ երկուսն է կյանքի կոչել։ Բժշկական կենտրոնի նոր սարքավորումների ձեռքբերումը ընդամենը մի մասն է։ 2025 թվականին բնապահպանական նպատակային միջոցներից 235 միլիոն դրամի ծրագրեր են իրականացվել եւ բնապահպանական եւ առողջապահական ծրագրեր 235 միլիոնից 220 միլիոնը ուղղվել է ժայռային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավմանը, մասնավորապես գյուղի միջով հոսող պահագետի հոսքի կարգավորման եւ պահագետի ջրերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ մշակված ծրագիր է իրականացվել եւ նաեւ Քաջարանի բժշկական կենտրոնի կարողությունների զարգացման ծրագիր է իրականացվել։ Հաջորդ կարևոր նախագիծը, որ իրագործվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերի շնորհիվ, գեղի բնակավայրը ոռոգման ջրով ապահովելն էր։ Գետի հունն է մաքրվել, հենապատեր են կառուցվել, ամրացում կատարել, 470 մետր երկարությամբ խողովակաշար անցկացրել։ Այս ծրագրով միաժամանակ մի քանի հարց ենք լուծում, նշում է Գարեգին Գաբրիելյանը, ոռոգման ջրի պաշարների կուտակում, հակասելավատարների արդյունավետության բարձրացում։ Բնակիչները հիմնականում ոռոգման նպատակով օգտագործում են եւ գեղի ջուրը, եւ գեղի վտակ պահագետի ջուրը, եւ անհատապես են իրականացնում ոռոգումը, հատկապես տնամերձերի համակարգված չկա ոռոգման համակարգ, այդ ոռոգման համակարգված չի իրականացվում։ Եվ բացի դրանից էլ լեռնային գետերին հատուկ է ենթահունային հոսքերի ձևավորումը եւ 4 սեզոնին, տարվա 4 սեզոնին հոսք դադարում է այդ գետում։ Մոտ 2-3 ամիս այդ գետով ջուր չի հոսում, մակերևութային հոսք տեղի չի ունենում։ Այս հարցը լուծելու համար պետք է գետի հունը մաքրվեր, հունի կողապատերը պետք է մարսվեր, որովհետև դրանք նաև սերվավտանգ գոտի է, դա կարող է վտանգ արդեն որոշ հատվածներն փլուզման եզր լինեին։ 2026 թվականի համար եւս Քաջարանի համայնքապետարանը բնապահպանական մասհանումներով իրականացվելիք կոնկրետ ծրագրեր ունի։ 2026 թվականի համար մշակված է 45 միլիոն դրամի ծրագիր, պուրակի կառուցում Տերյան փողոցում, Տերյան 3-4 շենքերի միջին գած տարածքում եւ ելի մոտ 4 միլիոն դրամի էլ բժշկական կենտրոնի կարողությունների զարգացման ուղղված ծրագիր կիրականացվի։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք լուրեր։